Այսօրվա մեր հյուրն է Արտյոմ Պողոսյանը եւ գիտեք հարգելի հայրենակիցներ մինչեւ մեր հյուրին ծանոթացնելը ես փոքր-ինչ բնական է մեր հյուրն է փորձեցի նրա մասին նյութեր հավաքել, քաղել եւ մարդու մասին կարծիք կազմելիս առաջին հերթին նրա հրապարակային գործունեություն, թե ինչպես է նա իրեն ներկայացնում հասարակության մեջ եւ այդ իսկ պատճառով ես պարոն Պողոսյանի հրապարակային ելույթները դիտեցի Բևերի YouTube-յան ալիքում եւ պետք է ասեմ, որ բավականին մեծ տպավորություն եմ ստացել եւ ձեզ նույնպես խորհուրդ կտամ այդ կարճ ելույթները հրապարակային դիտել, որովհետեւ դրանք, այսպես ասած, խտացված ճշմարտություններ են նախ եւ առաջ։ Եվ շարունակեցի իմ հարցախույզը մեր ընդհանուր ծանոթներից եւ էլ ավելի մեծ տպավորություն ստացա մեր այսօրվա հյուրի մասին, եթե համառոտ ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, նա իր առողջությունն ու ժամանակն է նվիրել Արցախյան պատերազմում եւ շարունակում է իր հայրենանվեր գործը, իսկ նրա հայրը իր կյանքն է նվիրել մեր հայրենիքին։ Այսօրվա մեր հյուրն է Արտյոմ Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ, շնորհակալություն, պարոն Հայրապետյան, եւ քանի որ հիմա Հայաստանում առավոտյան ժամը 8-ն է, ես ուզում եմ առավել գիտակից հայ մարդու համար պաշտելի մեր սիրելի Հայաստանից այս նմանը չնոյցող արևածագով բարույս մաղթել համայն հայությանը եւ այո, Արցախյան ազատամարտը մեզ համար կարևորագույն էջերից էր հայոց պատմության, որը ոգևորեց հայ մարդուն նորից ինքնաճանաչ դարձրեց, այո, հայրիկս իր կյանքը տվե, պարոն Հայրապետյան, ճիշտ եք ասում, ես էլ ինչքան հնարավոր է եղել մասնակցել եմ իմ եղբայրների հետ Արցախյան ազատամարտին, բայց ցավով եմ ասում, որ փորձեցին ջուրը լցնել այդ պայքարը, այդ փայլուն հաղթանակը, բայց անվերադարձ չէ, հուսով եմ, ոչ թե հուսով եմ, վստահ եմ, որ անվերադարձ չենք կորցրել Արցախը։ Այո, միանշանակ մեզ հետևորդները բոլորս էլ որ վստահ ենք, որ հնարավոր է ելքեր գտնել, հնարավոր է պայքարել, քանի պայքար կա հույսը, իհարկե, դուք համեստորեն եք իհարկե ձեր ձեռքբերումները եւ ձեր պայքարին վերաբերվում, ես դա նկատել եմ եւ նկատել եմ ձեր ելույթներից հրապարակային, թե ինչքան ցասումով եւ ցավով եք դուք խոսում եւ կրկին մեր հայրենակիցներին խորհուրդ կտամ գրանցվել Բևերի էջում եւ դիտել այդ ելույթները եւ այսպես պարոն Պողոսյան, ես կուզենայի սկսել ներկա իրադարձություններից Հայաստանում, քանի որ դուք ավելի իհարկե տեղեկացված եք ընդհանուր Հայաստանում թե ինչ է տեղի ունենում շատ ավելի լայն պատկերացումներ ունեք ընդհանուր երևույթների մասին, բայց եկեք այս պահի դրությամբ կենտրոնանանք Շիրակի մարզում, քանի որ նախ եւ առաջ դուք եք այնտեղ բնակվում եւ էլ ավելի մոտիկից եք ծանոթ թե ընդդեղի իրադարձություններին, խնդրեմ ձեր կարծիքը, ձեր տպավորությունները ձերբակալությունների մասին, Վարդան Ղուկասյանի ձերբակալություններից եկեք սկսենք եւ ինչ է տեղի ունենում եւ ինչի համար են սա անում։ Արդյոք սա բեմադրություն է ժողովրդին զբաղեցնելու, ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Այո, շնորհակալություն Հայրապետյան, դուք ձեր հարցի մեջ մասամբ ներառեցիք նաեւ պատասխանը։ Այո, վերջին ժամանակներում տեղի ունեցողը ես անվանում եմ, կարելի է մի խոսքով, կարճ խոսքով ասել, հերթական նախկին ներկախաղ ընտրություններից առաջ, իսկ ավելի մանրամասը փորձեմ ներկայացնել։ Ինչ է կատարվում, փորձում են նորից ստրեսի ենթարկելով մեր սիրելի գյումրեցիներին, այդ ամենադատապարտելի երևույթը, որ ոստիկանական հարյուրավոր այսպես ուժեր լցնելով գետնին տապալելով կանանց, անգամ անչափահաս երեխաների, բայց դա նորվա երևույթ չէ, դա 30 եւ ավելի տարիների համակարգի ձեռքն է, ծանոթ ենք, ուրեմն նախկինների հետ սերդաջած, նախկինների հոգեզավակ ներկա իշխանությունները
փորձում եմ բեմադրություն կատարել նույն վայրից սցենարը գրված է, որտեղից որ 30 եւ ավել տարիներ կառավարվում է մեր երկիրը, փորձում եմ բերման ենթարկել նախկինների հետ սերտաջած, նախկինների հոգեզավակ եւ կոմունիստական կուսակցության ամենաանտանելի խարանը, որ եւս մեկ անգամ մեր վրա փաթաթվեց, կոմունիստական կուսակցության ցուցակով քաղաքապետ չեմ ասում ընդրված դարձած Վարդան Ղուկասյանին։ Սա եւս մեկ անգամ մոլորության մեջ գցել է մեր հայրենակիցներին, առանց այն տանջված տարապած գյումրեցիներին, թե տեսեք, այսինքն ընտրության առաջ են կանգնեցնում նորից այս կազմակերպված ընտրության, այսինքն ժողովուրդ ջան, հիմա ինչ Վարդան Ղուկասյան, թե Նիկոլ Փաշինյան, սա նշանակում է Վարդան Ղուկասյանը քանի որ բավական վերջերս շատ ինձ համար մերժելի վտանգավոր թեզ էր առաջ քաշել, թե Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ միութենական կազմում, Հայաստանի ապագան տեսնում է, որը իմ կարծիքով Հայաստանի ազատագրական պայքարի համար զոհված հերոսների հիշատակը նախ բացել էր առաջին, երկրորդ, որ Հայաստանի անկախությունը բացարձակ գերագույն արժեք է եւ այն կասկածի տակ առնելը արդեն հանցագործ երևույթ է։ Բայց ես դատապարտում եմ այս իշխանությունների, ընդհանրապես այս իշխանությունները 18 թվականից այսօր իրենց բոլոր գործողությունները միտված եղել հայ ժողովրդի պարակտերում։ Բոլոր գործողություններով միտված եղել պարակման դաշտ մտցնելուն, այսինքն այսպես խոսք ունի, հիմնական մեր շիրակցիներս ենք ասում, օծի սևն ու սպիտակը չի լինում։ Ուզում եմ ասել, սիրելի գյումրեցիներ ջան, իրերը պետք է իրենց անուններով կոչել։ Սրանք նույն վտանգավորության աստիճանի վրա են։ Այսինքն Պերմակով թե Սաֆարով, նորից նույն այս տարիներ շարունակ խելքի չգալով, չհասկանալով, որ մեզ նույն ռուս-թուրքական կոալիցիան ուժերով կազմակերպել են բոլոր ժամանակ իշխանությունները։ Իրենք իրենց համար ընդդիմություն են կազմակերպել, հար եղած պարագայում այդ ընդդիմության հետ այսպես բանը սկսել են իրար քննադատել եւ այլն, ժողովրդին մտցնելով մոլորության դաշտ, իհարկե սա արվում է հիմնականում նրա համար, որ ազգային գաղափարական ուժը, այո, ուժը, թերևս այս պահին ուժերը չեմ կարող ասել, իմ կարծիքով, ազգային գաղափարական ուժը չտեղավորվի քաղաքական դաշտում, հայ ժողովրդի ժամանակ չեն թողնում, որ լսեն իրական ուժին, որը ամբողջ համակարգը ուզում է փոխել։ Հայրապետ ջան, այստեղ նայեք, այո, դատապարտելի է, բայց գիտեք զավեշտը որն է, որ ոստիկանական ուժերի այս անհամաչափ գործողությունները, այս բռնապետի ձեռքը, որը ոստիկանական ուժերի միջոցով է կատարում իրենց դատապարտում են նրանք, ովքեր իրենց իշխանությունների ժամանակ մոռացել են, որ մենք մարտի 1 ենք ունեցել, հետո հոկտեմբերի 27 եւ այդ համակարգը իրենք են ծնել, այդ նույն, բավական վերջերս, երբ որ Վարդան Ղուկասյանի բերման ենթարկման այս բանը բեմադրությունը շատ ված ստացված կազմակերպել էին, նախկին իշխանությունների հետ սերտաջած մեկը, հիմա բանը պատգամավոր, ընդդիմություն աշխատող պատգամավոր Արտվիկ Մինասյանը ասում էր, դատապարտում էր այս ոստիկանական ուժերի գործելավոճը եւ իրոք իրենք մոռացել են, որ այս ուժերը իրենց իշխանությունների տարիներն էլ նույն կերպ էին վարվում ժողովրդի հետ, նույն կերպ տապալում էին գետնին, նույն կերպ մեր քաղաքացիներին հալածանքներ են ենթարկում։ Սրանք բոլորը միասին են, Հայրապետ ջան, ես կարծում եմ այդպես։ Այո, այս իշխանությունները նախկինների հետ պայմանավորված ժամանակ առ ժամանակ խաղեր են խաղում, որպեսզի ժողովրդին թողնեն ընտրության այս դաշտում, Պերմակով թե Սաֆարով։ Այսինքն գյումրեցիները այն դաշան օրերը չպետք է մոռանան, Պերմակովի կատարած, այն որ քնած ժամանակ մի ամբողջ ընտանիք կտրեց, 6 ամսական երեխային օրոցքի մեջ տանջամա արեց, եւ այսօր Գյումրիում քաղաքապետ դարձավ մարդ, ով նախ ամբողջ աշխարհում մերժված կոմունիստական կուսակցության ցուցակից, իմիջիայլոց
կոմունիստական կուսակցությունը ամենամեծ հարվածը մեզ հայերից է հասցրել բոլոր առումներով, սա խարան էր մեզ համար եւ մարդ ով տեսնում է Հայաստանը նորից հայաստանակործան Ռուսաստանի հետ ինչ-որ միութենական կազմում։ Ամեն դեպքում այս իշխանությունների բոլոր գործելավոճերը դատապարտելի է, բոլոր, եւ չկա այստեղ հանցագործության բացահայտման միտում։ Այստեղ կա նախընտրական գործողություններ, ժողովրդին բերու տեսեք, ընդդիմություն խաղ։ Կարծում եմ այս գործողությունը այսքանով է իմ պատկերացումները։ Գիտեք, որ ասացիք Վարդան Ղուկասյանը Ռուսամետ կոմունիստական կուսակցության անդամ է եղել եւ հետևորդ է եւ մինչեւ այլ ես եմ լսել միջալոցի հակումները դեպի Ռուսաստան, հակամայից հիշեցի Նիցշեի այն խոսքը, որ ասում է մենք չենք մեծանում, երբ մենք չենք նկատում այն ձեռքը, որը մեզ խնայելով սպանում է։ Հիմա դուք նշեցիք համակարգ բառը, ես կուզենայի մի փոքր ավելի ծավալվեք, համակարգ նկատում եք ռուսական համակարգ, թուրքական համակարգ եւ նաեւ տեղյակ եմ, որ Գյումրիում կա ռուսական ռազմաբազա, ձեր կարծիքով այդ ռազմաբազան առհասարակ Գյումրիի տարածաշրջանում եւ ընդհանրապես ռազմաբազաները Հայաստանում ինչ ազդեցություն ունեն եւ սա արդեն գալիս է Մաքիավելի նամակ թագավորին գրքից, որ իրենից ուղեկցույց է նշանակում, թե ինչպես բռնատերերը կարող են պահել իրենց գաղութները եւ առաջի քայլերից մեկը դա հենց ռազմաբազաներն էր, որը որ Մաքիավելին նշում էր եւ կուզենայի ձեր կարծիքը եւ թե ինչ տեղեկություններ ունեք եւ առասարակ այդ ռազմաբազան գործում է այնտեղ հայ աշխատակիցներ կան թե ինչ ֆունկցիա է նա ընդհանրապես կատարում Գյումրիում։ Շնորհակալություն Հայրապետյան, ուրեմն համակարգ ես նկատի ունեմ հենց ռուս-թուրքական կոալիցիան, որովհետև ռուսները եւ թուրքերը մշտապես միասին են մեր երկիրը բաժանել մասերի, բռնազավթել, տարբեր ժամանակահատվածներում որպես մեկը մյուսին վճարվող մանրադրամ օգտագործել մեզ։ Ես ընդանուր առմամբ մինչ 18 թվականը Հայաստանում կառավար Հայաստանում իշխանությունները նշանակվում էին Ռուսաստանի կողմից որպես ադմինիստրատորներ եւ այո կառավարում են միայն Ռուսաստանից համակարգը միայն Ռուսաստանն էր բայց 18 թվականից այս կողմ քանի որ աշխարհակաղակական իրադարձությունները ի վնաս Ռուսաստանի են եւ մեր բևեռի հարգարժան խորհրդանտամները բազմիցս ասել են խորհուրդ են տվել զգուշացրել են որ Ռուսաստանը ընդունում հանձնման process է ստեղծել հանձնում է Հայաստանը Թուրքիան եւ սա տեսնում ենք շատ շերտերով այն հանգամանքը որ ռուսա հպատակ ինչ որ դեմքեր են ձերբակալվում եւ սա այդ process-ի մի մասն է հիմա արդեն համակարգը ռուս-թուրքական միասին են գործում եւ այս դիմությունը հենց ռուս-թուրքական կոալիցիան ուժերի շղթան է համակարգ դա նկատում եմ երբ որ Սասնացը հիմա կանդրադառնամ բաժայթին Սասնացերն ապստամբում էին չէին ապստամբել Սերժ Սարգսյան կամ Քոչարյան կամ չգիտեմ ապստամբությունը համակարգի դեմ էր այն պետք է տեղ ուներ Հայաստանի ազատագրական պայքարի միջոցով քանի դեռ չի տեղում այո ժամանակին ռուսական համակարգի որպեսզի տեղի չունենար այսօր տեղի չունենար Արցախի օտարում տեղի չունենար այսօր արդեն Հայաստանը դեպի Թուրքիա գնացող այս մղումը որը այո նաև ռուսական միջամտություն է իսկ ռազմաբազան Հայրապետյան ինքը չարորագուրուսկ է Հայաստանում ռազմաբազայում աշխատող հայեր կլինեն բայց ոչ գերակշռ մաս ուրեմն հատկապես գյումրեցիները իրենց մարմնի վրա շատ անգամ են զգացել ռազմաբազայի ներկայությունը որպես ուռուցք տարիներ առաջ այդ նույն ռազմաբազայից զինվորականները Գյումրիում շուկայի դիմաց անկանոն կրակներ բացելով մարդ էին սպանում հավաքարար կնոջը բավական վերջերս ծեծելով ռուս այդ ռազմաբազայի
զինվորները ռուսները ծեծելով տանջամահարեցին մեր աչքի առաջ եւ մենք տեսանք Պերմակովը ինչ արեց Գյումրիում մի ամբողջ ընտանիքի հետ եւ այստեղ զավեշտը ամենա նա է Հայրապետյան ուրեմն Գյումրիում այդ դաժան սպանդը իրականացնելուց հետո որ այդ տագանքին Ռուսաստանը թույլ չտվեց, որ մենք դադեինք։ Պատկերացրեք, որ մենք Գյումրիում դատարանը ներկայացնում է պետությունը։ Վեր էր գնում դատարանից, գնում էր ռուսական ռազմաբազա, այնտեղ ինչ-որ շարժական այդ վրանի մեջ դադ էին անում։ Թույլ չէին տալիս, որ Պերմակովին բերեին դատարան։ Պատկերացնում եք ինչպիսի այո, թույլ չէին ունեցել վրանի տակ ռուսական ռազմաբազա։ Այո, ռուսական ռազմաբազայի տարածքում։ Դատավորին են կան բերել տվել։ Այո, դատավորն էր վեր գնում, այսինքն Հայաստանի Հանրապետությունը գլխիկոր գնում էր իր հայրենակիցներին սպանդի ընտարգած Սերիգային, ինչ որ ու ի վերջո տարան Ռուսաստան երևի չեմ կարող վստահ ասել, Սաֆարովի պես հերոսացրին, չգիտեմ։ Եվ այս ռուսական բազան Հայաստանում շատ անգամներ ավելի շուտ իր գոյությունն ապահովում են ներքաղաքական դաշտում իրենց ցանկալի ուժերին օգնելու բավական վերջերս կար նաև խոսակցություններ, որ ռուսական ռազմաբազայում եկել են Ռուսաստանից Վագներ, չգիտեմ ինչ ուժեր, որ քաղաքական ինչ-որ քաղաքական պրոցեսների անգամ ուժային միջամտություն ապահովելու համար։ Այսպիսին է ռուսական ռազմաբազայի ներկայությունը։ Ռուսական ռազմաբազան երբևէ մեր անվտանգությունը պահելու համար չի եղել Հայաստանում։ Երբևէ։ Դե միաժամանակ ռազմաբազաները մանավանդ այսպիսի կայսրությունների լինում են միայն գաղութը պահելու համար։ Գիտեք, պարոն Ղուկասյան, ես այստեղ գալուց, փոքրինչ շեղվեմ, այստեղ գալուց ես տարբերություններն էի ուզում դնել գործարարության եւ բռնատիրության։ Ուրեմն հիմա ձեր կարծիքն էլ կհարցնեմ, հիմա հարցը ձևակերպեմ, ուրեմն առաջին հերթին ինչ է իրենց ներկայացնում գործարարությունը, չէ՞։ Գործարարը իր շուրջ հավաքում է որոշակի մասնագետների եւ փորձում են արժեք ստեղծել հաճախորդի համար, հաճախորդը դա գնահատում է եւ այդ արժեքը բաժանվում է հաճախորդի միջև, աշխատողների եւ գործարարի միջև, այսպես երեք սյուների հիման վրա է գործարարությունը, ընդհանրապես քաղաքակրթությունը, անգլերենով կոչվում է win-win situation, այսինքն բոլոր կողմերը փոխշահավետ են դուրս գալիս այս տեսանկյունից, իսկ ինչը վերաբերվում է բռնատիրությունը որպես բիզնես մոդել, նույնպես պահանջում է որոշակի աշխատակազմ, բայց այս պարագայում բռնատիրության ժամանակ շահառուն միայն բռնատերն ու նրա վասալներն են մասնակի։ Հիմա կուզենայի ձեր կարծիքը ռազմաբազայի դերը, այսպես ասած, ի տարբերություն, ու ես պետք է նշեմ, ի տարբերություն այս առողջ մոդելի գործարարության, բռնատիրությունը ոչ թե ստեղծում է արժեք, այլ եղած արժեքը կեղեքում է։ Դա է նրանց բիզնես մոդելը, դրանում է նրանց բիզնես մոդելն էլի։ Ձեր կարծիքը ռազմաբազայի դերը դրանում, եթե այդպես, քանի որ դուք ասացիք որոշակի շերտերել են ռազմաբազայի ներկայության, արժեքների հետ կապված կեղեքելու, նաև բռնատիրությունը այս ինչ արժեքներ է կեղեքել, ինչ տեսակին է արժեքները մեզանից կորզել ու միգուցե ընդհանրիկ կորզում են։ Ռուսական ռազմաբազան հենց սկսելով ռուսական ասելով արդեն մասամբ պարզ է։ Ռուսաստանը լինելով բռնապետական պետություն, դա բոլոր ժամանակներում, իր ռազմաբազան այստեղ պետք է հենց բռնապետական արժեքներ
թե ընտատակյա, թե տարբեր ձևերով տարածեր, ոչ մի արժեքային համակարգ չի տվել, հակառակը խժռել է դեր ասածի նման Հայրապետյան։ Ռուսական ռազմաբազան մեծ վնասը ներկայությունը մեծ վնասը հարցեր անգամ արտաքին քաղաքականության հարաբերությունների հարցով, որովհետև մենք չենք կարողացել անկաշկանդ հարաբերություններ ունենալ արտաքին մեր երկրով հետաքրքրվող պետությունով, որովհետև իրականում Հայաստանում գոյություն ունի ռազմաբազա, որը առավելևս վերջին տարիներին ամբողջ աշխարհի հետ թշնամական ընթացքի մեջ է, գործողությունների մեջ է, եւ մենք ինչպես կարող էինք անկաշկանդ շփվել եւ պահանջել մեր հետ ռազմական դաշնակցություն, օգնություն, երբ որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա։ Նաեւ այդ առումով է մեզ բավական վնաս հասցրել եւ հենց մնում է դրա համար։ Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս կգա, եթե իհարկե հայ ժողովուրդը չստապվի եւ չպարտադրի, միանշանակ դուրս է գալու կամա թե ակամա, բայց փորձելու է իր տեղը զիջել թուրքական զինված ներկայությանը։ Մենք տեսանք Արցախում ինչ տեղ ունեցավ, Հայրապետյան, ներողություն, տեսանք ինչ տեղ ունեցավ։ Ռուսական զորքը ցավոք սրտի հասավ Արցախ եւ ռուսական զորքի ներկայությամբ, զինվորի ներկայությամբ սպանում էին մեր քաղաքացիներին եւ ռուսական ռուս զինվորը, ես վստահ եմ մեր սիրելի արցախցիները կփաստեն, մի պարկ ալյուրը 100,000 դրամով վաճառում էին մեր քաղաքացիների վրա, մեկ տուփ ծխախոտը 10,000 դրամով վաճառում էին մեր հայրենակիցների վրա եւ այսպիսի արժեքներ ունեցող զորքն ու բազան ինչպես կարող էր մեզ լավ արժեքներ տալ կամ մեր անվտանգության երաշխավորներ։ Ոչ, այո, նրանք այստեղ են, որպեսզի պահեն իրենց գաղութը ավելի անվտանգ եւ թույլ չտան Հայաստանին ազատագրման process-ներ սկսելու։ Գիտեք, ժամանակին մինչ 44 օրյա պատերազմը, մինչ ժողովուրդը վերջապես Բևերի խոսքը հասավ տեղ, որ ռուսները մեր թշնամիներն են, ավելի ճիշտ ռուսական համակարգը մեր թշնամիներն են եւ մենք նրանց գաղութն ենք, դա բավականին ժամանակ տևեց, բայց վերջապես մենք հասանք ժողովուրդը մեզ լսեց։ Հիմա հարցս նրանում է կայանում, որ ժամանակին կար այդ պատրանքը, որ ռուսները ապահովելու են մեր անվտանգությունը, որ Ռուսաստանը մեր անվտանգության իբրև թե երաշխավորն է, բայց զուգահեռ նաև դուք կարծում եք, որ նախ մի կողմից իրենք պատրանք էին ստեղծում անվտանգության, մյուս կողմից էլ նաև ստեղծում էին վախի մթնոլորտ, որ կրկնակի անգամ մեր ժողովուրդը կախված լինի իր կարծիքներով ռուսական ներկայությունը էլ ավելի հաստատակամ լինի մեր քաղաքական կամ մեր առօրյա հայաստանյան իրականության մեջ առասարակ։ Նրանք թե վախ, թե պատրանք անվտանգության տարածում էին։ Եվ հիմա կուզենայի այդ պատրանքը, որը որ ժամանակին տարածում էին Ռուսաստանի ներկայության նկատմամբ։ Հիմա արդյոք այդ նույն պատրանքը, քանի որ դուք շեշտեցիք, որ նաև համակարգեր են տարբեր գործում այստեղ ռուս-թուրքական, արդյոք այդ նույն անվտանգության պատրանքը չեն տարածում թուրքերի նկատմամբ, որ նկատի ունենալով, որ դա անվտանգ է, որ մենք կարող ենք մոռանալ թուրքական վտանգի մասին առասարակ կամ ադրբեջանական վտանգի մասին, կարող ենք մոռանալ այդ պատրանքը նույնպես են տարածում, չեն կարծում։ Այո, իհարկե, Հայրապետյան, նույն կեղտոտ խաղն են խաղում։ KGB-ն մշտապես իր ազդեցությունը եւ խաղն է ունեցել հոգեբանական դաշտում։ Այո, պատահական չէ, բոլշևիկյան տարիներից եկած առանց ռուսի մենք չենք կարող։ Հիմա ուրեմն ցավոք սրտի մեր հայրենակիցների մի ստվար հատված ու նույն մարդիկ գրեթե, ովքեր մի ժամանակ ասում էին, որ առանց ռուսի
հանգամանք մոտեցումների, այսպես քարոզչական մոտեցումների հետևանքով նույն մարդիկ ասում են դե չէ, հա, թուրքերը մեզ այդքան էլ վնաս չեն տա, իրենք իմիջիալոց նույն KGB-ն թեզ է տարածում քարոզչական այսպես տագից, որ ժամանակին ռուսներն են մեզ թուրքերի հետ կռվեցել է, բան, հիմա որ ռուսները չկռվեցնեն, սա շատ տակտիկ ներողություն, այսպես շատ վտանգավոր հոգեբանական թեզեր են, որոնք մեր հայրենակիցներին դարձնում են հիմա էլ դեպի Թուրքիան, որ ասում եմ ընդունում հազման պրոցեսը, ռուսական KGB-ն օգնում է, որպեսզի դե չէ, հա, հիմա մեզ պետք է դրա համար էինք մենք ձեզ համար բարիքերի, հիմա ձեր բարիքերին կդառնա Թուրքիան, մինչև որ հարգի հասպարագայում իսպար ձեր պետականությունը երկուսը միասին կոչնչացնեն։ Այո, միանշանակ Հայրապետ ջան, հիմա էլ այդ թեզը կա, որ չէ, հա, այդքան մի վախեցեք, թուրքերը ձեզ չեն ուտում, այս հիմնական այս գործող իշխանությունների ձեռքով է կատարվում այս քարոզ արշավը, ինչ է նշանակում այս գործող իշխանությունները բավական բարձր ամբիոններից, հենց վարչապետի բերանով ասում են չկա հայոց պատմություն, երբ որ մի ժողովուրդ ուրացավ իր պատմությունը, այսինքն եթե չկա հայոց պատմություն, մենք որտեղից մեր սերունդները պետք է իմանան, որ Արցախը մեր բնորանն է եւ արդեն իշխանությունները կհասնեն հաջողության իրենց սիրելի թուրքերի հետ, որ Արցախը Ադրբեջանն է, հետո սկսեն քիչ-քիչ արդեն, քանի որ չկա հայոց պատմություն, Սյունիքն էլ էր Ադրբեջան կոչվող այդ քոչվոր ցեղերինը, հետո քիչ-քիչ հասնեն Երևան։ Այդ դրա համար են ասում, որ չկա հայոց պատմություն։ Վտանգավոր, բավական վտանգավոր ժամանակների ընթացքի մեջ ենք մենք, մեր երկիրը։ Այն աշխարհը ալեկոծ է, մենք էլ Հայրապետ ջան, փորձեմ կարճ կապել այն փոթորկված ծովում լողացող նավակի նման, մեր համայն հայությունը պետք է այդ նավակը փորձենք միասնական ուժերով թիավարելով հանենք ափ, այլապես մեզ կուլ են տալու, որովհետև երկու հայաստանակործյան ուժերը, Թուրքիան, ինչպես որ բավական վերջերս Արցախյան պատերազմի հետո հայտարարեց Ռուսաստանի կարծեմ պաշտպանության նախարար Շոյգուը, թե Արցախյան պատերազմը ռուս-թուրք-ադրբեջանական փայլուն օպերացիա էր։ Ես ապշահարված եմ, ես չգիտեմ խելագարվելու է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր համարում են, որ հայերին կարող է թե Ադրբեջանը լավ բարեկամ լինել եւ այլ նկարտումներ չունենալ, թե Թուրքիան եւ թե Ռուսաստանը։ Սա խելագարություն է։ Մեզ աշխարհը օգնելու է միայն երբ որ ազատագրական պայքար տեսնի։ Այո, բավական հզոր պետություններ մեզ ձեռ են մեկնելու, անպայման, պարզապես տեսնելու են այդ ազատագրական պայքարը, տեսնելու են նորից Հայկ Նահապետի հետնորդ հայ մարդուն, ազատատենչ հայ մարդուն, ոչ թե վիզը կծած, թուրքասեր կամ ռուսասեր, չգիտեմ ինչ, այլ սերված ինչ-որ մարդկանց, որոնք ամոթն են, խարանն են մեր իրական հայ ազգի։ Այո, ես եմ կարծում, որ մենք պետք է ճշմարտության շուրջը հավաքվենք եւ շիտակ կանգնենք ճշմարտության ետևը եւ փորձենք մեր տեղից չշարժվել, չշեղվել եւ փորձել առաջ տանել այս պայծրության չեմ ասում, որ ամեն գնով, բայց համենայն դեպս որքան որ մենք կարող ենք շատացնել մեր շարքերը եւ դա ինչով է կարեւոր, նաեւ սա դիմում է մեր հարգելի համակարգացիներին կամ համահայրենակիցներին, որ գիտեք, մենք պետք է խոսքն էլ է գործը ճիշտ ասում են, խոսքը պետք է վերածվի գործի, բայց խոսքն էլ է իր հերթին գործ, քանի որ մենք հիմա գործի մեջ ենք այստեղ, երբ որ դու խոսքը տարածում ես, ճշմարտությունը էլ ավելի է ամրանում, մարդիկ էլ տեսնում են, որ կանք շատ ենք եւ իրենց մենակ չեն զգում եւ մենք իրականում կարելի է 1-2 օրում այս ամբողջը փոխել իրավիճակը, եթե բոլորս խոսքներս մեկ անենք, հավաքվենք ճշմարտության կողքը, որը որ մենք ենք այս երկրի տերը, Աստված մեզ տվել է ազատություն, ի սկզբանե, որ մենք պարտավոր չենք ծառայել բռնատերերին,
առավել նրանց վասալներին եւ այսպիսի պրինցիպներով շարժվենք առաջ։ Սա մեր երկիրն է, մեր ճշմարտությունն է, մեր հավատքն է, մեր արժեքներն է եւ ի տարբերություն բռնատերերի, քանի ես համապատասխան անցկացրեցի գործունեության եւ բռնատիրության մեջ, մենք փոխշահավետ հիմունքների վրա ենք աշխարհում առաջնորդվում ուրիշներից գոհանանք։ Մենք մեր ազգը ինքը արժեք ստեղծող եւ արժեք տվել է ամբողջ աշխարհին եւ փոխշահավետության վրա հիման վրա մենք կարող ենք աշխարհի հետ հարաբերվել։ Իսկ ինչը վերաբերվում է համակեցության իլյուզիային, որ իբրև թե մենք կարող ենք, չգիտեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համակերպել, մենք ինչու են մեզ ուզում, որ մենք մոռանանք մեր պատմությունը, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ ուղղակի եւ նրանց միտումները, ինչպես դուք ասացիք, ոչ բարի են, եթե մեր մասած, նրանց միտումները մեզ թալանել, ոչնչացնելն է ֆիզիկապես եւ դա մեզանից չի կախված, որ մենք լավը լինենք եւ այլն, դա մի չարիք է, մենք հիմա պայքարում ենք չարիքի դեմ եւ որը որ երբևէ կանգ չի առնելու, կարծիքի եք սրա շուրջ եւ քանի որ մենք շեշտեցինք, որ արժեքների հարցը արժեքներ բառը կիրառեցինք, ես ուզենայի, որ դուք մեջ բերեք, թե ինչի են ըստ մեր արժեքները եւ արդեն մի բավականին երկար ժամանակ է մեր արժեքներին դիպչում, դա ինչ է իրենից ներկայացնում։ Հայրապետ ջան, ուրեմն արժեքների մասով, որովհետև ուզում են մեզ վերջնականապես մեր արմատից կտրել, իսկ առաջին հարցը ինչպես էր կներես, առաջի մասը մինչև արժեքների անդրադառնալը։ Առաջինը ես ասացի, որ ուղղակի համաձայնվեցի լավ, ներողություն Հայրապետ ջան, այո, ես օրինակ չեմ ասում, որ մենք հավերժ Հայաստան պետությունը, ապագայում Նախիջևանը, Արցախը ներառյալ եւ նաեւ մեր Արևմտյան Հայաստանը գոնե առաջին հանրապետության սահմաններով։ Այո, մենք մի օր հարևանություն ենք անելու, Ադրբեջանի հետ չեմ ասում, որովհետեւ երևի ինչ-որ մի պայ այդ պետությունը այդտեղ լինի, չլինի, բայց Թուրքիայի հետ մի օր հարևանություն անելու ենք, բայց ոչ այս կարգավիճակով։ Հայրապետ ջան, ես չեմ ասում, որ մենք հավերժ մնալու ենք թշնամիներ, բայց քանի դեռ մենք լծի տակ ենք, կիսագաղութացված վիճակում ենք եւ քանի դեռ Հայաստան մենք չենք կարող բերել մեր երկիր աշխարհի հզորների ներկայությունը, որպեսզի Թուրքիան ի վերջո հրաժարվի իր Թուրան ծրագրից եւ մենք քանի դեռ այնքան հզոր չենք, որ մեր հարևանները չհամարձակվին մեզ իրենց հարմար եղած պարագայում ոտնակող անել, այո, հնարավոր չէ։ Այո, որովհետեւ այն նույն ժամանակահատվածում, երբ քո հարևաններն ասում են, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջանը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ես այս բանը չեմ կարող հիշել կոնկրետ ժամանակահատվածը, բայց մի անգամ ելույթի ժամանակ ասաց, որ թուրքերը հայերի հետ դեռ չլուծված հարցեր ունեն։ Սա ինչ է մեկնաբանեք ջան։ Այո, այս վիճակում, այս մեր կարգավիճակում, այո, հնարավոր չէ։ Այո, մենք բացում ենք թշնամու երախը, եթե թույլ տանք, նրանք ազատ երկմուտք ունենան Հայաստան։ Նրանց երախն ենք բացում, որպեսզի մեզ կուլ տան ու վերջ։ Եթե ազգային իշխանություն ունենանք, եթե կայացած պետություն դառնանք, բավական լուրջ աշխարհի հզորների ներկայություն լինեն, որպես գործընկերներ, որպես ռազմավարական դաշնակիցներ, այն ժամանակ այո հնարավոր է նաև հարևանների հետ, հավասարի հետ հարաբերություններ ունենալ։ Ես չեմ ասում, որ հավերժ մնալու են թշնամիներ։ Իսկ արժեքներին այո, հատկապես այս թուրքահաջող իշխանությունները մեր ժամանակների շատ սկզբունքորեն հարվածում են մեր հայերիս արժեքներին, այո, որովհետև այս դարեր շարունակ նույն թուրքերը Հայաստանի թշնամի ժողովուրդը տեսել են, որ ֆիզիկապես սպանելով հայերին չեն կարող ոչնչացնել հայ մարդու էությունը
ինքնությունը ոչնչացնել, դրա համար հիմա հատուկ հրահանգ կա հարվածել արժեքային համակարգին հայ մարդու, որպեսզի կարողանան կտրել հայ մարդուն արմատից եւ ինքնության ոչնչացման առաջ կանգնեցնել։ Քանի հայ ինքնությունը կա, այո, հնարավոր չէ, որովհետեւ հայը հայք նահապետի տեսակն է, թեկուզ այդ տեսակը քչացել է, բայց միևնույն է կանք եւ դեռ շատանալու ենք վստահ եմ, դրա համար են հարվածում մեր արժեքներին, չկա հայոց պատմություն, դասագրքերից հանում են, մենք փոքր ժամանակ երբ որ մեզ հարցնում էին հայոց տարերն ով է ստեղծել, մենք ասում էինք Աստված Պապը։ Մեսրոպ Մաշտոցի պատկերը մեր գրքերում մեզ համար Աստված Պապն է։ Հիմա հանել են այդ պատկերը, այնքան լեկտի է, որ ասում են դե հա, եթե շատ եք ուզում Մաշտոցի տեսնեք, պատկերը երեխաները տեսնեն, ինչ որ պարտադիր iPhone հեռախոսներով QR կոդը նկարեք, ինչ որ մի մասում կա եւ կտեսնեք, այսքան լկտիացել է այս իշխանությունը եւ այս իշխանությունը այն իշխանությունն է, որը բավական բարձր ամբիոնից հայտարարում է, որ Գարեգին Նժդեհը մարդու ում երազել են մեր թշնամի թուրքերը սպանել եւ մարդու ում սպանել են իրենց բանդերում տանջամա են արել մեր թշնամի Ռուսաստան պետության տարածքում այսօր այդ լեգենդար հերոսին մարդով մեզ թողել է Սյունիք եւ մեծ ուսմունք ասում են որ ֆաշիստ է Նժդեհը պատկերացնում եք ինչպիսի հարված են հասցնում եւ դա ասում է կրթության նախարարը որ Նժդեհը եղել է մինչ ֆաշիզմը Նժդեհը եղել է ֆաշիզմը հետո է եղել ագին տասնամյակներ հետո դա իհարկե գիտենք դա խոսալու անգամ քննարկման դա շատ Նժդեհը այո մարգարե է Նժդեհի դրամաշին այսինքն այս կարգի խորը հարվածներ են հասցնում մեր արմատներին վերջին ժամանակներս էլ տեսնում ենք ինչպիսի հարձակումներ են տեղի ունենում մեր հայապահպանության մեջ բավական լուրջ ներդրում ունեցող մեր եկեղեցում հենց եկեղեցում ուղիղ եկեղեցում Հայրապետչյան այստեղ այլ հարց է որ կան այո եկեղեցականներ հանցավոր տարրեր իրենք պարունակող այո միանշանակ կան մի խոսքով լսեմ ձեր հարցը հետո խոսեմ Ես ուղղակի մտաբերում էի, որ իրենք բավականին միգուցե սխալվում են, բայց իմ նկատառումներով իրենք բավականին ակտիվորեն սկսեցին մեր սիմվոլների դեմ պայքարը միայնակ գայլից։ Նրանից սկսեցին շարունակ բավականին ակտիվորեն խորացան եւ ինչքան որ մենք կարող ենք մեր ազգը թույլ տվեց, քանի որ թույլ տալուց էլ մենք խոսեցինք նրանք խորացան եւ սենց սահուն հասան մեր հոգեվոր արժեքներին, որը որ պետքա որ ամենաառաջին տեղը լինի եւ մեր հոգեվորին են արդեն գտնում եւ անգամ այսօր ես նկատեցի մի հոդված, որտեղ որ նշվում էր, որ Հայաստանում է գտնվում մի այսպես կոչված ադրբեջանցի ակտիվիստ, որը որ Լաչինի միջանցքում էր գտնվում այդ ակտիվիստը։ Մեկն էլ հիմա Հայաստանում է գտնվում թե ինչ գործունեությամբ եւ թե ինչի են առասարակ թույլ տալիս մեր ազգային անվտանգության ծառայակիցները կամ առասարակ մեր հասարակությունը ինչի հիմա կացիններով չի մանգալի ես չեմ հասկանում բայց հա սահուն եկան մեր հոգեվոր արժեքներին եւ հիմա որտեղ են ըստ ձեզ հասել պայքարում իրենք եւ ուր են ուզում տանել վերջնականապես եկեղեցին քանդել նշանակել մի ինչ որ իրենց նման պատու հասին իբրև թե հոգեվոր մեզ հոգեվոր առաջնորդ թե դեռ ճանապարհ ունեն գնալու դեռ տեղ կա թե արդեն սա արդեն վերջն է ինչ եք կարծում Հայրապետյան ուրեմն այն հայամերժ ադրբեջանցի ակտիվիստի ներկայությունը Երևանում կես կադակ կես լուրջ ես կարծում եմ այս իշխանությունները Տիգին Աննա Հակոբյանի գլխավորությամբ հրավիրել էին երևի մուղամ լսելու եւ թեյ հյուրասիրելու որտեղ ժամանակին դա Աննա Հակոբյանի երազանքն էր կապված Ալիևի կնոջ հետ իհարկե սրանք արդեն շատ են լկտիացել արդեն բացահայտ իրենց թուրքասեր լինելը չեն պահում
Եվ գիտեք Հայրապետ ջան, մի բան ասեմ, ուրեմն հայ ժողովրդին բավական երկար տարիներ մեր ազգին համոզել են կոմունիստական բոլշևիկի ամենածանր հետքը բոլշևիկներն են թողել մեզ համոզել են որ եթե ժամանակին մեզ չբռնակցեին սովետական միություն կոչվող չարեքի կայսրությանը մեզ վերջնականապես թուրքերը կուլ կտային մոռացության մատնելով որ մենք երբ որ բռնակցեցին մեզ ռուսական կարմիր բանակն է ես շատ հաճախ եմ ասում երբ որ Հայաստանը ճանաչված պետություն էր ազգերի լիգայի կողմից արդեն գծված սահմանով որ պետության զորքերն են հարձակվել Հայաստանի վրա կոդորել հայ մտավորականությանը որոշ դեպքերում բռնել հանձնել են թուրք կասնահարների ձեռքով են կոդորել որոշ դեպքում իրենց բանդերում են կոդորել գնդակա որ պետության զորքերն են Հայաստանը օկուպացրել է ռուսական կարմիր բանակը միանշանակ ինչի չեն մեր ժողովրդին ինչի չեն խոսում այս մասին որ անկախ պետությունը ճանաչված այդ պահին թուրքական զորքը չէ ռուսական կարմիր բանակն է ներխուժել նախ եւ առաջ սկսել մեր ֆիդայական ազգագրական պայքարի երևելի դեմքերից նրանց ոչնչացնելով մեր երկրի երևելի դեմքերով մտավորականներին եւ այլն այո կոմիտասին գժանոց արկածնելով իբրև թե այո նայ հիմա Հայրապետ նայ կոմիտասին ասեցի ուրեմն մշտապես ինչ ընդդության առաջ են մեզ կանգնեցել է կոմիտասին խելագարության հասցրած Թուրքիան թե կոմիտասի աջունը Հայաստանում վարկավորությանը խոչընդոտող դեմ արտահայտվող Ռուսաստանը այդ ժամանակին կոմիտասի աջունը թույլ չէին տալիս այո այսպիսի ընդդության առաջ կանգնեցնելով որն է լավ կոմիտասին խելագարության հասցնողները թե աջունը թույլ չտվողները որ վարկավորեն մեր այս փոքրիկ Հայաստանում եւ այս սատանայական երկու կողմերի միջև անընդհատ ընդդության առաջ է կան հիմա ժողովուրդը մեր սիրելի հայ ազգը գիտակից պետք է ստապվին բավական է էլի ես կան երկար տարիներ շատ երկար տարիներ են մեզի խապե մեզի համոզել չգիտեմ բավական է տեսնում ենք որ սրանք գործել են մշտապես միասին թուրքն ու ռուսը միասին նստել են ինչ-որ վագոն տնագում մեր երկիրը բաժնել են մասերի այս մի մասը քեզ Թուրքիա այս մի մասը Ադրբեջան այս մի մասն էլ ինձ նրանք մշտապես գործել են միասին այս երկու հայաստանակորձան պետությունները վերջապես պետք է կամ դուրս գանք այս ճահիճից կամ իսկապես անվերադարձ կորցնելու ենք եւ պետականություն եւ ինքնություն շատ ահավոր այսօր այս վերջին ժամանակները Հայաստանի համար շատ ավելի ծանր են քան երբ որ պետականություն չենք ունեցել այդ տարիները թե պարակվածության աստիճանը թե Հայաստանում այս բարոյահոգեբանական ծանր վիճակը գիտեք ինչն էր հետաքրքիր մեր խոսակցության մեջ ես նկատեցի որ ես կիրառեցի չարիք բառը դուք կիրառեցիք սատանայական բառը որը երկուսը կարծում եմ որ նույն եզրակացությանն ենք եկել քանի որ ես փոքր-ինչ առաջ նշեցի որ Աստված է մեզ տվել ազատություն որպեսզի մենք փոխշահավետ հիմունքների վրա արարենք ու ստեղծենք իսկ բռնատերերը նրանք միմիայն կեղեքում են եւ ստում դավաճանում մեջքից հարվածում եւ դուք նաեւ կիրառեցիք լկտի բառը որը որ այսօր մեր հասարակության մեջ ես նկատել եմ որ մի որոշակի զանգված լկտիությունը շփոթում է ուժի հետ իսկ ցանկասիրությունը կրքի հետ այսպիսի արժեհամակարգային վայրիվերումներ են տեղի ունենում մեր հասարակության մեջ փոփոխվում են արժեքները եւ ես կարծում եմ որ սա հենց ով ոնց ուզում է մտածի սա միանշանակ չար գործեր են երբ արժեքները փոփոխվում են երբ մեր արարիչները մեր ստեղծողները ծաղրի են ենթարկվում եւ ինչ է դրա տակում թաքնված որպեսզի մեզանից ի վերջի հաշվով խլեն եւ մեզ ոչնչացնեն
Ես շատ ունեմ իհարկե հարցեր, բայց այս հարցին շատ կուզենայի ձեզանից լսել այս հարցի պատասխանը, քանի որ դուք բավականին համապատասխան մարդ եք այս հարցի համար եւ դուք հաստատ ավելի խորքային պատկերացում ունեք հետեւյալ հարցի շուրջ ես կուզենայի ձեր խորհուրդը ուղղեիք մեր այն երիտասարդներին ովքեր որ կորցրել են իրենց հայրերին քանի որ ես ձեր ելույթներից զգացի թե որքան ցասում եւ ցավ եւ ձեր ամբողջ հոգին եք դնում ձեր ելույթների մեջ որը որ նորից կրկին անգամ խորհուրդ կտամ որ մեր հայրենակիցները մտնեն Բևերի YouTube-յան ալիք եւ դիտեն խնդրեմ պարոն Պողոսյան ձեր խոսքը ուղղեք մեր երիտասարդներին ովքեր որ կորցրել են իրենց հայրերին եւ ինչպես հաղթահարեն եւ ինչպես շարժվեն առաջ Շնորհակալություն Հայրապետ ջան ուրեմն որպեսզի մխիթարվենք հատկապես նրանք ովքեր հարազատներ հայր եղբայր եւ ընդհանրապես մեր բոլոր զինվորի հավաքական կերպարը իմ եղբայրներն են իմ հորեղբայրներն են իմ ընկերներն են որպեսզի մխիթարվենք պետք է շարունակենք նրանց արդար գործը ավարտին հասցնելու համար եւ շատ կարեւոր է որ թույլ չտանք որ մեր անպարտ հոգիների սուրբ հիշադակը բացեն այս նախքին ներգա խաղացող այս հայաստանակորձյան երևույթները օրինակ այսպես կասեմ սիրելիներս բոլոր նրանց ովքեր հպարտանում են ովքեր բաժակաճառեր են ասում կամ ցավ են ապրում արցախյան պատերազմում կորցրած իրենց հայրենակիցների իրենց հարազատների համար եթե մենք ծոցը շուղարկենք այս իշխանություններին իրենց հոգևոր հայրերի այսինքն նախնիներ միասին սրանք ամեն օր են պաղձելու մեր հարազատների հիշադակը ինչ է նշանակում իմ հայրը հերոս է որովհետև հայրենիքի ազատագրել է եթե թույլ տանք սրանք շարունակեն իրենց չարաբաստիկ խոսքը գործը թե Արցախ Ադրբեջան է դա կնշանակի որ մեր հարազատներին ոչ թե որպես հերոս են նայելու աշխարհում եւ մեր սնունդները այլ որպես օտար պետության տարածքը օկուպացրած շագերտների մեջ նաեւ օկուպանտներ կամ տերորիստներ այսինքն սրանք պղծում են մեր հերոսների հիշադակը ոչ Արցախը Հայաստանը եւ Արցախյան պատերազմի մասնակից յուրաքանչյուր ոք հերոս է ոչ թե օկուպանտ Սերիգաները փորձում են այո հենց Արայիկ Խանդոյաններին ի սկզբանե արդեն առնելով իրենց լկտի սուտ վարկածներով չգիտեմ ինչ հարվածների տակ փորձեցին ապականել մեր հերոսներին մեր հերոսների հետ կապված շատ սրբություններ Հայրապետ ջան եկեղեցում փակցնելով Սամվել Կարապետյանների նման մարդկանց պատկերը պաղձեցին մեր բոլոր սրբությունները եկեղեցում Վարդան Մամիկոնյանի կողքին եթե պետք է փակցվիր Արայիկ Խանդոյանի նկարը այսինքն Խանդոյանների նկարը մարդկանց ովքեր ազատագրել են մեր սրբությունները մեր եկեղեցիները մեր արժեքների ազատագրողներին ինչպես Վարդան Մամիկոնյան եւ հետագայում նաեւ ոչ թե ինչ որ գումարներով խաղերի մեջ մտած չգիտեմ ինչ վաշխառուների այ հենց այսպես պաղձեցին մեր բոլորի սրբությունները խորհուրդ կտամ բոլորին ովքեր որ սիրում են մեր հերոս նահատակներին թույլ չտաք պղծեն նրանց հիշադակը ամեն օր այս իշխանությունները պղծում են ասելով որ Արցախը Ադրբեջան է ինչքան թույլ տվեցինք սրանք մնան իշխանության ասելով եւ իրենց գործը Մինչ այսօր բարեհաջող կատարելով թե Արցախն Ադրբեջանը պղծում են մեր հերոսների հիշադակը իմ հայրը եւ բոլորը ովքեր Արցախյան ազատամարտին մասնակցել են հերոս են որովհետեւ Արցախը Հայաստան է ու վերջ այո եւ
այս համակարգ, այս չարիք, այս ամեն ինչը իրենք անում են ոչ թե գիտակցաբար, որովհետև գիտակցությունը դա Աստծո շնորհն է, որ գիտակցությունն է հարկավոր, որպեսզի ստեղծենք արժեք, այլ նրանք ուղղակի բարոյական ազատ անկման մեջ են գտնվում եւ նրանք ուղղակի ինտուիտիվ մակարդակի վրա ինչ հիմարություններ ասես անում են ու ինտուիտիվ մակարդակի վրա գիտեն թե որն է ազդելու մարդու նյարդային համակարգի վրա, ինչպես ազդեն մարդու նյարդային համակարգի վրա, ամենօրյա իրենց տափակ եթերներով մտնել սրտիկներ ցույց տալ, իրենց իր տձև մարմնով մտնել իբրև թե սպորտով է զբաղվում, հեծանվա վազքով է զբաղվում, չնայած այսքան ժամանակ զբաղվում դեռ ֆորմի մեջ չի, ու իրենք ինտուիտիվ մակարդակի վրա գտնվում են բարոյական անկման մեջ եւ մարդկանց նյարդերի վրա են ազդում, որ ազդում է առողջության վրա եւ քանի որ մենք շեշտեցինք դուք ասացիք որ որպեսզի ամոքման մասին ասացիք որոշակիորեն նժդեհն էլ ունի որոշակի իր մեթոդները եւ նժդեհն էլ է ասել որ մենք պետք է սկսենք նախ եւ առաջ ամոքել մեր հոգիները Սկսենք մեր հոգիները մաքրել, սկսենք մենք մեզանից սկսել,